Այս վերջերս մեր հայ երիտասարդներից 18-20-25 տարեկան շատ եմ նամակներ ստանում, որ խոստովանում են, որ հենց իմ վիդեոները նայելն է իրենց առաջի անգամ ստիպել, որ հետաքրքրվեն քաղաքականությամբ, ավելի խորքային մտածեն հայրենիքի ապագայի մասին ու դրա արդյունքում ցանկություն են հայտնում, որ գրանցվեն կամ Լույսի բանակում կամ մեր Սիրիուս ջոկատում։ Իրականում այսքանը լսել կոնկրետ մեր երիտասարդներից իմ համար անասելի մեծ ուրախություն ու ոգևորություն է ու անկեղծ կլինեմ ու կասեմ, որ եթե անգամ տարիներ անց իմ թողած ամենակարևոր ժառանգություններից թեկուզ մենակ էս մնա, որ երիտասարդների զգալի մասի մոտ կոտրել եմ այն կարծրատիպը, որ քաղաքականությունը մենակ աղմուկի, կեղծ խոստումների, տարատեսակ բամբասանքչիների ու ցածր մակարդակի բառամատ հերքով ծաղրացումների ոլորտ է ու ցույց եմ տվել, որ քաղաքականությունը կարա լինի լուրջ, կարա լինի բարձր մակարդակի պատասխանատու ու հայրենիքի փրկությանը միտված գործունեություն, ուրեմն հայեր ջան, ես կհամարեմ, որ իմ կյանքում իրոք արժեքավոր գործ եմ արել, որովհետև պետությունների ապագան որոշում են ոչ թե անտարբեր քաղաքացիները, ում ուշքը միտքը ուտել, այդ կերածից ձերբազատվելն ու քնելն է, որ զարթեն նորից ուտեն, այլ այն երիտասարդներն են, ովքեր սկսում են մտածել, կարդալ, ուսումնասիրել, հասկանալ ու իրենց վրա պատասխանատվություն վերցնել։ Ու հայեր ջան, եթե ես կարողացել եմ թեկուզ մի քանիսին դնել այդ ճանապարհի վրա, ուրեմն դա իրոք իմ համար մեծ ձեռքբերում է ու իրականում մեծ պատիվ։ Մերն ինքնասեր ու պատասխանատու գիտակից երիտասարդներին մենակ մի բան կասեմ, որ այնինչ ես անում եմ, այդ մեծամասամբ հենց ձեր համար է ու շնորհակալ եմ Աստծուն, որ դուք ունեք այնքան բարձր մտածելակերպ, որ այդ ամեն ինչը հասկանում եք ու կանգնած եք Լույսի բանակի կողքին։ Օրհնվելով օրհնվեք ու վստահ եղեք, որ ձեր համար իմ անելիքը առավելագույնի չափով ոնց արել եմ, տենց էլ շարունակելու եմ։ Դուք ապրելու եք արժանապատիվ ու մեծ հնարավորություններով լի Հայաստանում։ Առաջ Աստված։